Համաձայնագիրը պատմական է զուտ այն իմաստով, որ Սիրիայում ծավալված քաղաքացիական պատերազմի տարիներից եւ Սիրիայի դեմոկրատական ուժերի ձևավորումից մինչև օրս, այսինքն 2014 թվականից, իսկ մինչև այդ նաև քրդական որոշ խմբավորումների քաղաքական խորհուրդների, տարբեր տարատեսակ քաղաքական խորհուրդների եւ սիրիական պետության մեջ առաջին անգամ կնքվում է մի փաստաթուղթ, որը տարբեր շրջանակներ իհարկե տարբեր գնահատականներ են տալիս, ես իմ ուրույն մոտեցում ունեմ այս հարցում, որովհետև ծանոթացել եմ փաստաթղթին եւ կտամ 4 մասնագիտական քաղաքագիտական գնահատական։ Առաջին հերթին սա մեմորանդում է, ավելի շուտ բարի մտադրությունների հուշագիր է կարելի ասել, որտեղ արտացոլված են ընդհանրապես գործակցության սկզբունքներ, ոչ թե գործակցության սկզբունքներ կամ հստակ ճանապարհային քարտեզ, այլ ընդհանրապես սկզբունքներ, որոնց հիման վրա քրդական փոքրամասնության ասեմ կամ էթնիկ խմբի իրավասությունները կարգավորվում են Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Սա առաջին փաստաթուղթն է վերջին 50 տարվա ընթացքում, որտեղ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ կնքվում է մի փաստաթուղթ, ես որակական առումով չեմ ասում, կնքվում է մի փաստաթուղթ, որտեղ խոսում է քրդական բնակչության իրավահավասար իրավունքների մասին։ Փաստաթուղթն առհասարակ որպես այդպեսին դեռ իրավական գործընթաց չի անցել, փորձաքննություն չի անցել եւ պիտի անցնի բնականաբար։ Եվ հարցի մյուս կողմն է արդյոք Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմի մեջ մտնող եւ քաղաքական եւ ռազմական խմբավորումները պարտաճանաչ ձևով կկատարեն այդ կամ կհետևեն այդ ստորագրված փաստաթղթի սկզբունքներին, թե ոչ, սա դեռ հարցի երկրորդ կողմն է։ Բայց որ փաստաթղթը իրենից մեծ հաշվով իրավական մեծ նշանակություն չի ներկայացնում, փաստ է։ Ասեմ ինչու։ Այդտեղ երկու առանցքային եզրույթ կա, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Մեկը, որ խոսում է քուրդ բնակչության իրավունքների մասին։ Այսինքն սրանով քրդական ազգային խնդիրը թաղվում է եւ Սիրիայի տարածքում քրդերը որպես ազգային էթնիկ միավոր չեն ստանում այն ակնկալվող աջակցությունը, թե պետության կողմից, թե նրանց սատարող 11 տարուց ավելի իրենց սատարող Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Քրդական ազգային խնդիրը այս փաստաթղթով փաստորեն շատ ընկալվում է նոր խնդիրների մեջ, քան լուծում է ստանում։ Ինչու որովհետև այդ փաստաթուղթը խոսում է քուրդ բնակչության, այսինքն քրդական փոքրամասնության, Սիրիայում քրդական փոքրամասնության խնդիրների կարգավորման անհրաժեշտության մասին, այնպես ինչպես մնացած փոքրամասնությունների, նույնիսկ սիրիական պետությունում 18-ից 20 տարբեր փոքրամասնություններ կան, կրոնական, դավանաբանական, էթնիկ, ազգային եւ այլն։ Այսինքն սա մեծ հաշվով, եթե համարվի սիրիական պետության համար ոչ պաշտոնական կամ միլիշիաների զինյալ խմբավորումների կողմից զինաթափման քայլ, իհարկե սա շատ դրական է, որովհետև պետությունը պիտի վերականգնի իր ունիտար սկզբունքը, իր միատարրության սկզբունքը եւ Սիրիայի բաժանմանն ընդառաջ սա շատ կարևոր քայլ էր կանխելու հենց այդ բաժանումը, այդ առումով շատ լավ է։ Երկրորդ կարևոր խնդիրն այն է, թե ով է միջնորդողը այս ամենի եւ ինչու հենց երեք պիտի ստորագրվեր այդ փաստաթուղթը։ Այդ փաստաթուղթը ստորագրվեց, երբ Սիրիայի Լատակիայի եւ Տարտուս քաղաքներում տեղի ունեցավ ալավիների կոտորած սպանդ ցեղասպանություն եւ դրան բնականաբար հաջորդեց։ Ինչի մասին ես խոսել եմ եւ ենթադրել էր, որ քրդերը որպեսզի չարժանանան նույնպես նույն ճակատագրին եւ սիրիական պետությունը իր կիսաֆորմալ նաեւ տերորիստական զինյալ խմբավորումներով, անվերահսկելի զինյալ խմբավորումներով չգնար լուրջ բախումների հենց այն շրջաններում Սիրիայի, որտեղ քրդերն են հիմնականում ապրում եւ Սիրիայի դեմոկրատական ուժերն են տիրապետում։ Սա փորձեցին կանխել։ Այս ամբողջի գլխին կանգնած բնականաբար Միացյալ Նահանգները։ Սա թուրք-ամերիկյան համատեղ կոմբինացիա էր մեծ հաշվով։ Եվ եթե վերջին 15 օրվա իրադարձությունները փորձենք վերլուծել, կհասկանանք, թե ինչ տեղի ունեցավ քրդերի հետ սկզբում թուրքական հատուկ ծառայությունները
Իսկ Թուրքիան որպես Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակից այս տարածաշրջանում անկախ հակասություններից Սիրիայի անվտանգային քարտեզի վրա հայտարարեցին, որ Օջալանը հայտարարել է, որ քրդերը պետք է իջնեն լեռներից եւ մտնեն ժողովրդավարական քաղաքական process-ի մեջ եւ փորձեն քրդական խնդիրը լուծել հենց այդ ճանապարհով։ Դրան հաջորդեց ընդհանրապես քրդական շրջաններից որոշ հեռավորության վրա գտնվող հիմնականում բնակ, որոնք մնացել էին անպաշտպան եւ որոնք վայելում էին քիչ թե շատ ռուս, իրանական եւ իրաքյան շիական որոշ շրջանակների աջակցությունը, նրանց նկատմամբ տեղի ունեցավ սպանդ կոտորած եւ դրան հաջորդեց քրդերի եւ Սիրիայի իշխանության միջև համաձայնագրի կնքումը։ Միացյալ Նահանգները շատ հետաքրքիր քայլ կատարեց սրանով։ Միացյալ Նահանգները եւ Թուրքիան։ Ընդհանրապես Թուրքիան ինչ տեղի ունեցավ Սիրիայում 2014 թվականին, երբ որ իսլամական պետությունը աբեկչական կազմակերպությունը հանդես եկավ Սիրիայի անվտանգային քարտեզի վրա, Թուրքիան որպես խաղացող բնականաբար ինքն էլ պիտի մասնակիցը լիներ։ Ինքն էլ ում բերեց դաշտ, ինքը բերեց Ջաբհաթ ալ-Նուսրային, որպես Ալ-Քաիդայից կամ իսլամական պետությունից, վահաբիստական ծայրահեղական ուղղությունից տարանջատված մի թև։ Սկսեց հովանավորել, ֆինանսավորել նաև Իդլիբի նահանգում, իրեն սահմանակից։ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, իսլամական պետության դեմ պայքարում ամերիկացիները ապավինեցին քրդերին եւ ստացվեց Սիրիայի այս դեմոկրատական ուժերը։ Եվ քանի որ Թուրքիան ասաց, որ իսկ ովքեր էին այդ քրդական ուժերը, Քրդստանի բամբարական կուսակցության համախոհներն են, որոնք Թուրքիայի թշնամիներն են։ Թուրքիան տեսնելով այս ամբողջը, ասաց, որ եթե դու մասնակցում ես քրդերի միջոցով, իմ թշնամների, ես էլ Ջաբհաթ ալ-Նուսրայի միջոցով եմ մասնակից դառնում։ 10 տարի անց ինչ տեղի ունեցավ։ Միացյալ Նահանգները ամեն ինչ արեց, որպեսզի Ջաբհաթ ալ-Նուսրայի մարդը դառնա Սիրիայի նախագահ, այսինքն տերորիստական կլասիկ ճանապարհը անցած մարդը դարձավ Սիրիայի նախագահ, այսինքն ամբողջությամբ ամերիկյան հակակշռի բալանսի տակ գտնվող մարդը, որին նաև աջակցում էր Թուրքիան։ Ստացվեց, որ Ահմադ ալ-Շարահ դարձած Աբու Մուհամմադ ալ-Ջոլանին, որը թուրք-ամերիկյան համատեղ հովանավորություն վայելող մարդն է, եկավ Դամասկոս եւ զբաղեցրեց Սիրիայի նախագահի պաշտոնը, ով մնաց արանքում, մնացին քրդերը, որոնք վայելում էին Թուրքիայի թշնամանքը, բայց Միացյալ Նահանգների աջակցությունը։ Հիմա խնդիրը դրված, որ Միացյալ Նահանգները իր ամբողջ գործիքակազմով այս երկուսին պիտի պարտադրել նստել սեղանի շուրջ եւ բանակցեին։ Սրանում Միացյալ Նահանգները հետաքրքիր քայլ արեց։ Նա լեգալիզացրեց առաջին անգամ եւ լեգիտիմացրեց տերորիստական խմբավորման կլասիկ ճանապարհ անցած մի անձնավորության եւ նրան կարգեց Սիրիայի Հանրապետության նախագահ, որը ստորագրում է մի փաստաթուղթ, որի տակ գրված է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմադ ալ-Շարահ։ Մյուս կողմից նաև լեգիտիմացրեց Աբդի Մազլումին, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի ղեկավարն էր, երկուսի նպատակն էլ մեծ հաշվով Սիրիայում էմիրություն ստեղծելն էր։ Մեկը քրդական, մեկը սալաֆիստական կամ վահաբիստական ավելի շուտ։ Այս երկուսի խնդիրը լուծեց։ Երրորդ քայլն էլ կատարեց, որը շատ ավելի հետաքրքիր էր։ Ցավոք դա տեղի ունեցավ անմեղ մարդկանց միջոցով։ Նրանց աչքի առաջ նրանց թողտվությամբ տեղի ունեցավ ալավիների ցնցություն, սպանդ ուղղակի։ Բայց այդքանով չբայ ինչու չդատապարտեցին, Եվրոպան ինչու չդատապարտեց կամ Արևմուտքը, եթե դատապարտեր, տեղ էր տալու ռուս-իրանական գործոնի ակտիվացմանը, նույն Սիրիայում, որոնք սպասում էին համապատասխան առիթի, որպեսզի ակտիվացվեն, հա։ Չդատապարտեց, բայց եւ պայման դրեց Ահմադ ալ-Շարային եւ Աբդի Մազլումի վրա, որ երկու կողմերում էլ, հա, քրդերի, որոնք անցած 1-2 ամսվա ընթացքում տարբեր կոնֆրոնտացիաների էին գնացել Սիրիայի անվտանգային եւ բանակային ուժերի հետ, նաեւ այս Լաթաքիայի եւ Տարտուսի սպանդի մեջ մեղադրվածներին ընդհուպ Ջոլանիի ամենամերձավորներին պատժել սեփական ձեռքերով։ Այսինքն Միացյալ Նահանգները ինչ խաղ խաղում, օրինականացնում է, դաշտը մաքրում է, լեգիտիմացնում է, բերում է բացառապես քաղաքացիության, քաղաքացիական իրավական, սահմանադրական իրավունքների դաշտ, ոչ ազգային խնդիր,
Այսինքն Սիրիայի մասնատման կամ ֆեդերալիզացիայի խնդիրը դուրս է գալիս արանքից բնականաբար այս հատվածում։ Եվ երկրորդ ամենակարևոր քայլը Ջոլանի ամենամտերիմ շրջապատին պատժում է, այսինքն մաքրում է ռադիկալ ծայրահեղական խմբավորումներից։ Իրենց իսկ ձեռքով, սա է իրենց դերակատարումը այս պահին։ Այս ամբողջը եթե կողք կողքի դնենք, հասկանում ենք, որ թուրք-ամերիկյան պայմանավորվածությունները կամ բանակցությունները այս պահի դրությամբ իրենք առաջատար են եւ Թուրքիան հասավ ժամանակավորապես իր նպատակին Սիրիայի դեմոկրատական ուժերի զինաթափմանը, այսինքն զենքը պիտի հանձնեն սիրիական պետությանը։ Իհարկե ինչու եմ ասում նախնական, որովհետև ոչ մի ճանապարհային քարտեզի մասին չի խոսվում, ոչ մի ներքրդական կամ ներքասադյան, Սիրիայի դեմոկրատական ուժերի ներսում այդ առաջացած լուրջ խլրտումների մասին դեռ խոսք չկա, դաշտային հրամանատարների միջև լուրջ հակասություններ կան, Օջալան, ՍԴՈ, եթե այսպես ասենք, լեռներից իջնելու են թե ոչ, ի վերջո ենթարկվելու են թուրքական պետության հրամանին, թե ոչ, մտնելու են քաղաքական process-ի մեջ, թե ոչ։ Արդյոք Սիրիայի դեմոկրատական ուժերի այս որոշումը տարբեր քրդական խմբավորումների Սիրիայում գործող քաղաքական խմբավորումների սրտով է թե ոչ։ Արդյոք Սիրիայի միասնականության ուղղված ազգային երկխոսության, այսպես քաղաքականության քրդերը միանալու են թե ոչ, ինչ ձևաչափով են միանալու, զինաթափումը քանի փուլով է տեղի ունենալու, զենքը ում են հանձնելու, արդյոք անվտանգային վակուում չի առաջանալու, արդյոք այդքանից հետո Միացյալ Նահանգների զորակազմերը դուրս են գալու այդտեղից, արդյոք այդ վակուումը Թուրքիայով չի լցվելու։ Այս բոլորը հարցեր են, որոնք դեռ կարծում եմ երկար պիտի քննարկվեն եւ բարդ ճանապարհ է սպասում։ Այսուհանդերձ կարծում եմ ականները հենց այստեղ են դրված, հենց այս համաձայնագրի տակ։ Համաձայնագիրը կրկնեմ ամբողջական առումով չի արտահայտում քուրդ, ժողովրդի քուրդ ազգի ազգային խնդիրները, հայրենական խնդիրները, ինչի համար կռվ են տվել եւ հազարավոր զոհեր տվել ամենայն դեպս Սիրիայի 10,000 զոհեր են տվել Սիրիայի քաղաքացիական պատերազմի տարիներին։ Ստացվում է, որ Միացյալ Նահանգները հերթական անգամ նրանց ինքնավարության կամ ինքնավարության որոշակի մակարդակ խոստում էր տվել, հիմա դրանք ժամանակավորապես կասեցվում են, որովհետև եթե Միացյալ Նահանգները գնում է այդ քայլը, նշանակում է, որ նմանատիպ մեսեջը ուղարկում է Իսրայելին հարավում, որպես չօգտագործի դրուզներին, եւ Սիրիայում պայթյունավտանգ քաոտիկ, անվտանգային քաոտիկ, անվերահսկելի վիճակ չի ուզում ստեղծել, ուզում է Ջոլանիի միջոցով քարտեզը նորից հավաքագրել, ներքին հաշտության թեկուզ ժամանակավորապես ինչ-որ մի բան ստացվել, որը շատ ավելի հղի է թաքուն ականներով եւ որոնք կարող են պայթել պայմանավորված Իրանի, Իսրայելի եւ Թուրքիայի տարածաշրջանային ակտիվացմամբ։ Քրդերը նախ Իրաքյան Քուրդիստանում քրդերի նպատակները դեռ ուրիշ են, ինչ որտեղ իրենց քաղաքական էլիտաների նպատակները համընկնում են թուրքական աջենդայի կամ օրակարգի հետ, ի հակադրություն PKK-ի, Քրդիստանի բանվորական կուսակցության։ Եվ Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունը մտածում է, որ այս ամբողջից առաջատարի դերը որպես կիսապետական միավոր կամ դե յուրե արդեն դե ֆակտո գոյություն ունեցող պետություն, այդ ամբողջ նախաձեռնողականությունը քրդական հարցի առաջ մղման իրենց է վերապահվելու։ Սա այդքան էլ չի համապատասխանում Սիրիայի եւ Թուրքիայի քրդական խմբավորումների տեսլականին կամ մոտեցումներին, առասարակ քրդական ազգային դատի վերաբերյալ մոտեցումները շատ պառակտող են եւ չկա միասնական դիրքորոշում այս պայմանությամբ, որովհետև առաջնորդության խնդիր կա Սիրիա, Թուրքիա, Իրան չեմ խոսում, որովհետև Իրանի հարցը մի քիչ այլ է, Սիրիա, Թուրքիա, Իրաք այս երեք պետություններում բաշխված քրդերի միջև չկա միասնական մոտեցում։ Հիմա Աբդի-Մազլումի այս քայլով իհարկե շատ ողջունելի է սիրիական պետության տարածքային ամբողջության պահպանման եւ ամեն ինչի տեսանկյունից, իհարկե շատ լավ հասկանալի է, որ մունիցիպալ մակարդակում, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում քրդերին պիտի տրվի առաջնահերթություն, նրանք պիտի ներկայացված լինեն բնականաբար տեղական ինքնակառավարման մարմիններում, դատական իշխանությունում, ոստիկանությունում, իրավապահ կառույցներում, լեզուն պետք է ընդունվի, կրթամշակութային առավելություններ պետք է ունենան, այսինքն մինիմալ
առումով ինքնավարության այն ատրիբուտները, որոնց մասին հենց քրդերը երազում էին Թուրքիայում որ ստանան։ Բավական բարդ է հիմա ասել, նաև չեմ ուզում կանխատեսել, որովհետև գիտեմ ներքրդական շրջանակներում եւ այս քաղաքականության մեծ աջակիցների եւ այս քաղաքականության ընդդիմացողների, բայց քանի որ իրական դաշտում դեռ Միացյալ Նահանգները չի որոշել իր ռազմական ներկայությունը պահելու է թե ոչ եւ արդյոք այդ աջակցությունը քրդերին ինչի է հանգեցնելու։ Միացյալ Նահանգները եթե զորակազմը քաշեց, այդտեղ արդյոք Սիրիայի կառավարական ուժերն են վերադառնալու, ինչպես չէ 2011 թվականին մինչև պատերազմը, թե Թուրքիան օգտվելու է այդ հնարավորությունից եւ իր զորքերը առաջ է քաշելու, թե կա թուրք-ամերիկյան պայմանավորվածություն, որ թուրք զինվորները չեն մտնելու Սիրիայի տարածք։ Այս բոլոր հարցերը, որոնց պատասխանները կարծում եմ Միացյալ Նահանգների ադմինիստրացիան առաջիկայում պետք է տա, բայց որ քրդական գործոնը Սիրիայում հերթական անգամ օգտագործվեց, ամենայն դեպս քաղաքացիական պատերազմի տարիներին եւս մեկ անգամ նման փորձ եղել էր, սա երկրորդ անգամն է, նրանց խոստացան եւ չկատարեցին, բայց քրդերն էլ հավատարմորեն ծառայեցին այդ նպատակին, այսինքն նպատակը որն էր՝ իսլամական պետության դեմ պայքարը եւ սեփական տերիտորիաներ, որտեղ քրդաբնակ են, հա, Սիրիայի ջազիրեի շրջան, հյուսիսարևելյան շրջան, նրանց անվտանգության պահպանում։ Հիմա իրենք կարող են ասել, որ մեր նպատակը դա էր առհասարակ, մենք որևէ ֆեդերալիզացիայի մասին չենք խոսում, բայց մենք շատ լավ գիտենք, որ քրդական բոլոր խմբերի նպատակը են Սիրիայի ֆեդերալիզացիան է եղել եւ նվազագույն ինքնավարության բարձր մակարդակի ստացումը սիրիական պետության տարածքում։ Քրդերի վիճակը բարդ է, բավական, եւ ռազմական ու քաղաքական երեք թևերի միջև կարծում եմ այդ հակասությունների վերաբերյալ առաջիկայում լինելու են շատ լուրջ քննարկումներ, շատ լուրջ մոտեցումների ներկայացում, բայց դոմինանտը այս պահի դրությամբ ամերիկյան հովանավորությունը վայելող զինյալ խմբավորումների դիրքորոշումն է, որը համահունչ է կարծես ամերիկյան վարչակազմի մոտեցումներին։